ուղղակի դուք նայեք ինչպես ճողոպրեցին։ Երբ որ նստեցին, ինչպես ասում են, մի երթուղային տրանսպորտ, մեր լրագրողները մի քանի կադր կարողացան ներսից ուրեմն նկարել, շատ տիպական էր այդտեղ Գևորգ Սրբազանի այլայլված դեմքը, վախվորած։ Ահա թե ինչն է այդ մարդկանց շարժում, վախերով, կոմպրոմատներով, մարմնավոր գնահատականներով ծառայել չարին։ Իհարկե սա ինքնին ի սկզբանե դատապարտված է։ Ուղղակի դեկտեմբերի 18-ին այդ պարտությունը արձանագրվեց Մայրաթորում, արձանագրվեց մեր ժողովրդի իրենց զավակների հավատավոր զավակների կեցվածքը, վճռականությունը, միակամությունը, խորագիտությունը, որ կարողացան գնահատել, թե հակառակորդը ինչ խնդիր է կատարում եւ ինչպես թույլ չտալ, որպեսզի տաճար մուտք գործեն։